Այ սա լավագույնս ցուցադրում է Հայաստան բանը Արտիկ Մինասյանն ասում էր դուք խոսում եք մի քաղաքական ուժի ծանրակշիռ քաղաքական ուժի մասին քաղաքական դաշտի հեսա ձեր ծանրակշռությունը հիմա ձեր կշիռը էս աթոռների վրա մի քանի վայրկյան առաջ եւ հիմա կտրուկ տարբերվում է դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել քաղաքական դաշտում դուք ձեր կշիռը ոնց եք պահելու սա ինչի մասին է խոսում Մի քանի օր առաջ իրանք ինչ էին ասում էին բան եկել էին քննիչ հանձնաժողովից էին խոսում նույն բանն է քննիչ հանձնաժողովին չեն մասնակցել աշխատանքներին հետո եկել են ասում են քննիչ հանձնաժողովի զեկույցը բա ուր է հիմա եկել են այստեղ կամ խորհրդի նիստին այս հարցի քննարկման վերաբերյալ բովանդակային դատողություններ են անում բայց հարցի բովանդակային քննարկմանը չեն մասնակցում Սա ինչի մասին է խոսում խոսում այն բանի մասին որ իրանք հիանալի գիտեն Հայաստան խմբակցությունը պատիվում է դեպ այստեղ է խիզախաբար մարդիկ մնացել են իհարկե գնալու են ոչ են գալու այստեղ հարցեր տանի դեպ որտեվ իրանք խմբակցությունից բանը դիտորդական առաքելությունից ենք խոսում եթե ճիշտ եմ հիշում պատիվում են դաշինքի ներկայացուցիչներն են չէ ընտրակաշառքի վրա բռնվել էին նաև դատանի օրինական ուժի մեջ մտած վճռել կա Իմ համար պատիվ ունեմ եւ Հայաստան դաշինքը նույնն է, այսինքն խոսքը ընդդիմության մասին է, նույն մարդկանց մասին է։ Եկել են դիտորդական առաքելությունից են խոսում, բայց իրանք ընդդիմություն լինելով ընդրակաշառքի վրա բռնվել են, դատանի օրինական վճռել կա։ Դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկմանը, որովհետեւ որ մասնակցեին, այս փաստարկները լսելու էին, չէ՞, այս փաստարկները երևալու էր, չէ՞։ Դրա համար էլ թողեցին գնացին։ Սա իրենց համար բնականաբար լավագույն սեփական գործունեության ամենավառ ապացույցն է, որ գալիս են խորհրդի նիստին փակ առանց տեսախցիկների խորհրդի նիստին բան են անում, սուր են ճոճում, հետո այստեղ բան, էլի նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանում եւ վազելով փախնում են։ Հեսա դուք եք էսեք։ Արձագանքելով Կոնջերյանի ասածին, ես չգիտեմ ձեր համար այս կամ այն կուսակցությունը կամ քաղաքական ուժը ով է նույնը չի, բայց Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության համար ձեր ասածները ու Հայաստանի թշնամիների ասածները իդենտիկ նույնն են ու որպես կանոն բովանդակությամբ համընկնում են։ Խիզախությունից էլ լավ կլինի չխոսակ երբեք։